Իշխող քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է կուսակցության մեծ համաժողովին, որը կուսակցության կանոնադրության համաձայն տեղի է ունենում 3 տարին մեկ։ Քաղաքացիական պայմանագրի հերթական համաժողովը այս անգամ կկայանա սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կուսակցության ժողովին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, ՔՊ ողջ կազմը կլինեն նաև հրավիրյալներ։ Քաղաքացիական պայմանագրի վարչության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը Եվրոմեդիայի հետ զրույցում հայտնեց սեպտեմբերին սպասվող համաժողովին կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմ։ Համաժողովի ընթացքում կուսակցությունը նախատեսում է ընդունել նաև նոր կանոնադրություն եւ նոր ծրագիր։ Վարչության անդամները ընտրվում են համաժողովի կողմից վարկանշային քվեարկությամբ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ վարչության անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում վարչության կազմը չի համալրվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, չի բացառվում ՔՊ վարչության կազմում փոփոխություններ լինեն։ Համաժողովի հետ կապված նշեմ, որ ընտրական ցուցակ չի ձևավորվելու այդ համաժողովում։ Այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր եւ իհարկե նոր վարչության ընտրություններ լինելու։ Վարչության առաջադրումների եւ ինքնաառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետեւ դա մաքուր ժողովրդավարական ձևով է տեղի ունենում, ինչպես նախորդիվ։ Ես ունեմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է, այսինքն այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար եւ վերահաշվարկի այդպես ասենք դե ոչինչ բան չի եղել, եթե վերահաշվարկ եղել է վերահաշվարկի արդյունքում այդ թվում վարչության ընտրված եւ չընտրված կազմում փոփոխություններ տեղի ունեցել եւ ձայների փոփոխություններ տեղի ունեցել, դա նորմալ է։ Համաժողովից բացի քաղաքացիական պայմանագիրը ամռանը նաև արտագնա քաղաքական ժողով կանցկացնի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։